Հաջորդ կանգառը Արցվանիսն է, որտեղ Գագիկ Ծառուկյանին ինչպես միշտ հարազատի նման են ընդունում։ Պարոն Ծառուկյան, բախտա վիճակվել մորը այդ բարևել այսօր աղա եմ, որ բարևում եմ, նրա աղա վրդու է, աղա ես աղավայիր բնես, լավ լինես, թող Հայաստանը զարգանա քո երազած Հայաստանի նման, ոնց որ դու ցանկանում ես։ Հաջողություն քեզ ամբողջ կյանքում։ Այստեղ էլ խնդիրները գրեթե նույնն են, ինչ Սևանի ավազանի մյուս համայնքներում՝ գործազրկություն, արտագաղթ։ Պրոբլեմները ավելի հեշտ կլուծվեն, եթե գյուղատնտեսության նախարարություն լինի, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Պետությունը պետք է տեր կանգնի գյուղացուն։ Այսքան գյուղերը շրջելով ամեն ինչ տեղյակ լինելով, որ գյուղացին անուշադրության կենտրոնում է, տեր չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, որ չգիտեն ումը դիմեն, այդ բոլորը գիտենք, մենք դրանք արդեն ծրագրի մեջ մտցրել ենք, որ հիմնական պետք է լինի գյուղնախարարություն, որ կարողանան գնան դիմեն, գյուղնախարարությունը կարողանա գյուղացու բոլոր հարցերը կարգավորի, տրամադրի, սերմա, տեխնիկա, պարտան, պետք է լինի դոտացիայով, որ մարդը եթե սահմանի վրա է, սահմանում կարողանա հող մշակի, իր ընտանիքը պահի, պետք է մարդուն առավելություն, արտոնություն էլ տան, գույքարկն էլ պակասացնեն, սերմն էլ տան, պարարտանյութն էլ հետը տան։ Այդ բոլորը մեր ծրագրում գրած է, ինչ որ լսել ենք, ինչ անհրաժեշտ գյուղացուն, բոլորը գրած է։ Խորհրդային տարիներին զարգացած գյուղատնտեսությամբ աչքի ընկնող գյուղում հողն անմշակ է մնացել։ Գյուղերը դատարկվում են, ցավով ասում են մարդիկ։ Մատնացույց անում կողպված տների դռները։ Երիտասարդները ապագան սեփական բնակավայրում չեն տեսնում։ Գյուղից երիտասարդներ են հեռանում, բոլոր երիտասարդներ հեռանում, աշխատանք չկա։ Մեր գյուղում եղել է ամայր 1000 աշակերտ, հիմա 400 է, գյուղը դատարկվել է։ Ունենք 1700 հեկտար վարելով, այսօրվա դրությամբ 95%-ը չմինշը։ Սովետի ժամանակով խնձոր տանց կալին մթերում տանում են, այսօրվա դրությամբ կարտատեն, կա որ լճացումա տալիս տանին լսում են լճեր, կա որ մեկի չգիտեմ։ Հարցերի մասին բոլորը տեղյակ են։ 930 գյուղ ունենք, որտեղ գնում եմ նույն բանը ինձ ասում են։ Այդ հարցը հոպար պետությունը, կառավարությունը, որ դա իր խնդիրն է, իր ժողովրդին կառավարելու, աշխատանքով ապահովելու, ծրագիր իրականացնելու, որ բյուջեի գումարները ճիշտ տեղին ծառայեցնելու համար։ Գյուղ կայնի գերանք կկոտրի։ Ախպեր մի մարդու պես կանգնեք, ձեր խնդիրը հարցը ով կկարգավորի, ով խոսքի տեր մարդ է, ինչ ծրագիր ներկայացնում է, դա անում է, կամ այդ փորձ ունի, ինքը հարած ունի, ուրեմն լիարժեք ամեն ինչ լավ է։ Եթե մարդը տվյալ ոլորտից չի հասկանում, ոչ մի բան չի կազմակերպ, ոնց կարանի ձեր ցավը տանը։ Կնճռոտ հարցերը շատ են, հարց ու պատասխանը ծավալուն։ Գագիկ Ծառուկյանը լսում է բոլորին, իր լուծումներն առաջարկում։ Գյուղում մոտ 100% աշխատ վարելա հողա ունես։ Այո։ Բայց սոր ունի 50%։ Այո։ Հողը մնացան դեր։ Դրա համար տես գյուղ նախարարությունը պարտադիր պետք է բացվի։ Դու ունես մի հեկտար հող, ցանում ես ծորեն։ Ծորենի համար մի հեկտար ցանելու համար ինչքան է պետք 100,000 դրամ, թե 120։ 120,000։ Ուրեմն պետք է գյուղ նախարարությունը առանց տոկոս լիարժեք մարդկանց տրամադրի, որ այդ մարդը մնա այդ գյուղում, համ սահմանը պահի, սահմանի վրա ես, համ կարողանա ժողովրդին կերակրի, որ դու էլ աշունը ծորենը հավաքես, տանես, հանձնես այդ իրա վարկը փակես առանց տոկոս, համ դու էլ ապրես, տարբերություն պետք է լինի, ինչ մարդ Երևանում ապրի, ինչ սահմանի վրա ապրի, գոնեստի պետք է մի արտոնություն ունենա, առավելություն պետք է ունենա։ Գագիկ Ծառուկյանն ընդգծում է սահմանամերձ համայնքների զարգացման անհրաժեշտությունը, որպես հաջողված նախագիծ նշում Վարդենիսում հիմնված սառնարանային տնտեսությունը։ Այս տարի կրճատվել է կարտոֆիլի ցանքատարածությունը, որպեսզի մարզի հողի մշակների գործը չտուժի։ Տեսնելով, որ այսօր թեկուզ սահմանի վերաննա, որ իմ ժողովուրդը պինդ լինի, մտածի անոք լինի, որ չգնան, ես ներդրում եմ արել։ Սառնան կառուցել, որ կարողանանք ժողովրդի կարտոշկան մթերենք։ Զգալով, որ այս տարածքի ժողովուրդը ընդունակ է, սովոր է, կարտոշկան ոնց մշակի, որ ամսին ցանի, ինչ ցանի ստանա։ Սերգեյին ասել եմ, կարտոշկա շատ չնչին ցանեք, Որպես սերմացու եմ, այո։ որ դուք բայարկե բաղձեր։ Շնորհակալություն։ Դու քանի անգամ գալիս ես Արցվանից։ Այո։ Որպեսզի ձեր համար, պարոն Ծառուկյան, սա հարազատ գյուղ։ Այո։ Ես գյուղին շատ օգնեք, ես գյուղը։ Ես միշտ կողմնակից ու աջակից եմ, որ լավ բան անենք, մարդիկ էլ զգան, որ մեր խոսքը գործ է։ Արդեն արել եք։ Երևանն ու Սերգեն ձեր մոտ աշխատող մեր գույց արդեն համարյա
40-50 Քանի մարդիկ օգեր են վեր չկա աշխատել։ Ես շատ շնորհակալ եմ։ Բացի դա, կարտոշկան էլ աշունը մթերելու։ Այո։ Գյուղատնտեսական աշխատանքներում յուրաքանչյուր դետալ խիստ կարևոր է։ Լավ բերք ստանալու համար էլիտար սերմնացու է անհրաժեշտ։ Պարոն Զարուգյանի ծրագրերի մեջ կա մեր գյուղատնտեսության զարգացման էս Այո, ճյուղով Գեղարքունիքի մարզում տալիս ենք էլիտար սերմնացուներ ներկրում ենք, քչացնում ենք ցանկատարածներ այս տարի, օրինակ անցած տարի ցանել ենք 90, այս տարի կցանենք 50 հեկտար էլիտար Գերմանիայից դերմուծում ենք Հոլանդիայից սերմեր, որ տանք էժան ինքնարժեքից իր ծախսերը հանած ինչ եկամուտ, քիչ ճնճին եկամուտով, օրինակ լենականում այսօր 250 դրամ էլիտար սերմեր են ծախում, մենք տալիս ենք 200 դրամ, 8 միլիարդ ներդրել է իր սեփական միջոցները։ Մենք կառավարում ենք ու ծրագրին ներկայացնենք լիարժեք համաձայն։ Շարունակություն լսելու է ու մենք մեր խոսքերին տեր ենք։ Այո, ես շարունակեմ։ Հիմնական խնդիրը ժողովուրդը, որ պետք է սերմը 2 տարին մեկ փոխվի։ Նույն սերմը 10 տարից անում ես, բերքատվությունը բարձրացնում։ Այդ հիմնական անում ենք։ Իր առաջարկն է, որ անենք ժողովուրդը, քանի որ կարտոշկա մշակում, դրսից բերում են ամենաէլիտար սորտը, որ ձեզ տրամադրեն, որ դուք հեկտարից ասենք հավաքեք 40 տոննա, 50 տոննա, ոչ թե 10 տոննա, 12 տոննա, հասկանալի է։ Հասկանալի է։ Այդ ծրագիրը կա, մշակածա, ասել են ու անելու ենք։ Շատ ուրախ ենք մեր համայնքում ձեզ տեսնելու, դուք բազմաթիվ աշխատատեղեր եք ստեղծել, հատկապես վերջերս որ ձեռնամուխ եղաք Հիսուս Քրիստոսի այդ աշակերտ արձանը կառուցելու։ Դա հնարավորություն է տալիս մեր ժողովրդին, մեր ազգին աշխարհին նոր ձևով, նոր դեմքով, նոր ոճով ներկայանալու համար, որի համար շատ շնորհակալ ենք։ Դա մեծ նախաձեռնություն է։ Աշխարհում նման բան չկա։ Այո։ Որը լավ աշխատեք։ Հաց եք թխում։ Անպայման կամ ցավը տանում, անպայման գալիս։ Հարց ու պատասխանից հետո Գագիկ Ծառուկյանը ծաղիկներ է խոնարհում հանուն հայրենիքի նահատակված քաջորդիների հուշարձանին։ Այնուհետև Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը շրջում է Արծվանիստում, ողջունում բնակիչներին, ջերմ զրույցի բռնվում, իսկ գյուղի տարեց կանանցից մեկը նրան թոնրատանն էր սպասում։ Բարով ես եկել, Ծառուկյան ջան, ուրախ եք, որ արգելել եք մեր բարով եք եկել, մեր հասարակության կողմից քեզնի շնորհակալություն այնի։ Հայաստան 12 ռայոնը, 12 հատկուն նման մարդ եղիր, Հայաստանում նեղություն չեղիր։ Մայր ջան, գնացել, մեր բոլոր մայրերի համար լավ լինես, ցավը ասված պապա։ Ձեռնարկած գործեր բոլորներ ընդունել են ժողովրդի ցավը տանում, շնորհակալ եմ, արտավորված եմ, զգացված եմ, ամեն վերաբերմունք, ջերմություն, մեկ անգամ եւս ավելի պարտավորված եմ զգում, որ ամեն ինչ պետք է լավ լինի, որ իմ ժողովուրդը ժպիտը դեմքին լինի, կարողանա իր կյանքը բարեկեցիկ անցկացնել։